Ալպյան գոտի է, այստեղ ամեն տեսակ ծաղիկներ կա։ Մանավանդ մեղուների համար մենք գտնվում ենք հիմա 2000 մետր բարության վրա, շատ հետաքրքիր, շատ լավ տեղ է։ Հիմնականը ճանապարհն է, ճանապարհը պետք է ճանապարհ լինի, որ շարժ լինի։ Ալպյան ծաղիկների մեղրը գետնին չի մնա։ Ճանապարհը նորոգեն մեղվաբահությամբ զբաղվող Պրոշյանցի ընտանիքի գործերը ավելի կլավանան։ Մեղրը սկսել են խոմել։ Տուրիստներ եւ որ գալիս են, Հալեպից էլ մինչեւ անգամ կանգնել մեղր են վերցրել։ Փեթակները M3 միջպետական ճանապարհի ապարան սպիտակի ոլորաններ 21.5 կիլոմետր հատվածի հարևանությամբ են։ Իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։ Սկսվել է մեկ շաբաթ առաջ 5 սանտիմետր նախատեսված ասֆալտաբետոնի ծածկ լինելու։ Ունենք փոսային աշխատանքներ նաև, ունենք ֆրեզ, ունենք հիմքով փոսային աշխատանքներ, որից հետո հարթեցում, նոր մակերեսորեն 5 սանտիմետր ասֆալտաբետոնի ծածկ։ Ճանապարհային դեպարտամենտից վստահեցնում են այնպես են պլանավորել աշխատանքները, որ ամռանակտիվ այս շրջանում երթևեկությանը հնարավորինս քիչ խոչընդոտ են։ Պայմանավորվածություն ձեռք ունենք բերված, որ ամեն օր պետք է աշխատանքներ իրականացվի ասֆալտաշերտի մոտավորապես 1 կիլոմետր ասֆալտաշերտի տեղադրում։ Դրան զուգահեռ իրականացնում են նաև փոսային աշխատանքներ, ֆրեզավորման հատվածներ կա, որ ֆրեզավորման աշխատանքներ են իրականացնում։ Այսպես հնարավոր է ավելի քիչ միջոցներով երկարացնել ճանապարհի կյանքը։ Միջին նորոգման առավելություններն է շեշտում ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը։ Եթե 1 կիլոմետրը միջին նորոգումում լինում է 30-ից մինչև 50 միլիոնի սահմաններում, կախված ճանապարհի լայնությունից, կախված ճանապարհի տեսակից, տարածաշրջանից, բարդությունից, լեռնային եւ ոչ լեռնային գոտիներից, հիմնանորոգման համեմատ ինքը էական տարբերություն է տալիս, կարելի ասել 6-7 մինչև անգամ 10 անգամ ավելի մատչելի է։ Միջին նորոգված ճանապարհներ էլ կան, որ կահավորման ընթացքում են։ Միջպետական հանրապետական ճանապարհներին ըստ Խաչատրյանի սպասարկող ինժեներներն ու մասնագիտական խմբերը իրականացնում են ամենօրյա մոնիտորինգ։ Միջին նորոգման առաջարկը լինում է մասնագիտական եզրակացության հիման վրա։ Միջին նորոգման աշխատանքները իրականացվում են հանրապետության մի շարք մարզերում եւ համայնքներում։ Այս պահի դրությամբ ունենք 212 կիլոմետր մրցույթային գործընթացում գտնվող շինարարության գործընթացում գտնվող ճանապարհահատվածներ, որոնց մի մասի շինարարները հայտնի կլինեն առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ մի մասում աշխատանքները մեկնարկել են կամ տեղամասեր, որտեղ աշխատանքները ասֆալտի շերտի տեղադրմամբ ավարտվել են։ Հայաստանում կան ճանապարհներ, որոնք կլիմայական պայմանների պատճառով, օրինակ ձմռանը մաքրման աշխատանքներ իրականացնելիս, հատուկ տեխնիկա կիրառելիս ավելի շատ են վնասվում։ Միջին նորոգման աշխատանքները հնարավորություն են տալիս եւս 5-6 տարով ավելացնել ճանապարհի անխոչընդոտ անվտանգ շահագործումը։ Այս պահին գործող շինարարապարակների միջին նորոգման Տրամաբանության մեջ ունենք Սյունիքում 13 կիլոմետրանոց հատված Սիսիանի Զանգերից դեպի Իշխանասար գյուղի տարածք եւ ունենք Նորավան գյուղի Խաշմերուկից մինչեւ Գորիսի Զանգեր, որոնց մրցույթները այսօր եւ վաղը կամփոփվեն։ Պլանավորում ենք մենք Սյունիքի մարզում 41 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։ Ապարան սպիտակի ոլորաններ ճանապարհահատվածում շինտեխնիկան գործը 1 ամիս անց կավարտի, հետո ճանապարհը կկահավորվի։ Մայա Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։